ավելի լավ է հնարավորինս ոչ ամբողջությամբ իհարկե, բայց հնարավորինս տնտեսությունը թողնվի ազատ կարգավորմանը եւ ոչ պետական կարգավորմանը։ Տեսնում ենք, որ քաղաքականությունը ընդօրինակվում, որը ճիշտ հակառակ էֆեկտն է ունենում Հայաստանի Հանրապետության վրա։ Ֆանտասմագորիկ մի հատ իրականություն, որը եթե Հայաստանում դա սկսեն գործադրել, կամ պետքա չգործադրեն, ոնց որ աղամանային օրենքները կամ ծխելու օրենքները, կամ պետքա այդ ոլորտը ուղղակի ոչնչանա։ Այստեղ պետությունը սահմանափակում է մարդկանց աշխատատեղը ուղղակի։ Մարդը ինքը իր տնից կարող է իր աշխատանքը, իր ինքնած զբաղվածություն եւ իր հացը վաստակել, բայց այս դեպքում նա չի աշխատում։ Հայ մարդը ստեղծագործ է, հայ մարդը ազատ է, ազատություն է սիրում եւ իր բնույթով եւ տնտեսության մեջ այդ նույն սկզբունքները պետք է գործեն։ Բարև ձեզ, Մարտականի ձայնն է, այսօր կզրուցենք ես Կարեն Բաբալյանս, իրավաբան եւ Աշոտ Տերտերյանը, նույնպես իրավաբան, բայց կզրուցենք մենք այսօր տնտեսական թեմաներից, թե որտեղ են խաչվում տնտեսությունն ու իրավական կարգավորումները, պետական կարգավորումները, հուսանք հետաքրքիր կլինի, հատկապես գործարար հատվածի համար Հայաստանի Հանրապետության, հատկապես փոքր միջին բիզնեսի ձեռնարկությունների համար։ Աշոտ ջան, առաջի հարցս երևի մի քիչ ընդհանուր ձևակերպեմ։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ունի որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ, լինեն դրանք երկրի դիրքը, չափերը, բնակչության քանակը, բնական ռեսուրսները, ծովի համաշխարհային օվկիանոսի ելքի բացակայությունը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար մենք դրանց այսօր չենք անդրադառնա, մենք անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մենք կարանք լուծենք, այսինքն ներքին խնդիրներին եւ եղած օբյեկտիվ պայմաններում տնտեսությունը առավել արդյունավետ եւ շարժունակ դառնա եւ իր պոտենցիալը հնարավորինս դրսեւորի այն պայմաններում, որոնք ունենք։ Հարցս երևի թե առաջին ընդհանուր հնչի, ինչ պոտենցիալներ է տեսնում Հայաստանի տնտեսության մեջ, որոնք մենք չենք կարողանում բացահայտել, այդ պոտենցիալը չի կարողանում դրսևորվի արհեստական պատճառներով, հատկապես պետական կարգավորումների, տնտեսության կարգավորիչ քաղաքականության եւ այլ գործոնների շնորհիվ, որոնք ուղղելի են ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում։ Կարեն, իհարկե քո մտահոգությունը ճիշտ է, ընդունելի է։ Ես այստեղ պետք է նշեմ, որ մեզ հայտնի ռեսուրսներն են սուղ։ Բացատրեմ, թե ինչի նկատի ունեմ։ Համաշխարհային տնտեսագիտությունը երկու խոշոր խումբ ունի։ Մեկը այն է, որ պետական կարգավորմամբ պետք է տնտեսությունը զարգանա, մյուսը այն է, որ ազատ շուկայի զարգացմանը պետք է թողնել տնտեսությունը։ Իհարկե, սրանք ունեն իրենց տարատեսակները, այսպես խիստ պետական կարգավորմամբ տնտեսությունը կոմունիստական տնտեսությունն է, ավելի թույլ սոցիալիստական, հետո մի քիչ կգա արդեն սոցիալ շուկայական, ազատական տնտեսություն իր տարատեսակներով եւ միջև անարխո կապիտալիզմ, այսինքն բացարձակ ազատ թողնված տնտեսություն։ Սակայն մենք այս մանրուքների մեջ չենք տեղավորվի, միգուցե մյուս անգամ շատ հետաքրքիր թեմա է, բայց խոշոր հաշվով հետեւյալն է. պետական կարգավորմամբ տնտեսությունը ասում է, որ ռեսուրսները հաշվելի են, այսինքն ճանաչելի են, եւ եթե մենք ունենք որոշակի չափով ռեսուրսներ, ապա դրանից ավել ռեսուրս այլևս չեն կարող ունենալ, հայտնի են ռեսուրսների քանակը, ծավալը եւ այլն։ Ազատական տնտեսությունը ասում է, որ հայտնի ռեսուրսների կողքին կան նաեւ ռեսուրսներ, որոնք պետք է հայտնաբերել, ճանաչել։ Եթե մենք ունենք նավթ, նավթը ճանաչելի ռեսուրս է։ Պատմությունը, տնտեսագիտությունը ճանաչել է այն որպես ռեսուրս։ Սակայն օրինակ Սինգապուրի օրինակը բերենք, ինքը իր համար ի սկզբանե ռեսուրս չի ունեցել, սակայն իր ռեսուրսը աշխարհագրական դիրքի ռեսուրսը իրենք հայտնաբերել են, որ կարելի է օգտագործել այդ ռեսուրսը։ Հայաստանը նույնպես ունի ռեսուրսներ, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք, որ այդ ռեսուրսները ունենք։ Դրանք պետք է հայտնաբերել, իսկ հայտնաբերման լավագույն ճանապարհը ամենաարդյունավետ եւ արագ ազատ տնտեսությունն է, այսինքն ազատ շուկան է, ազատ շուկան, քանի որ ինքը մարդ չէ կամ մարդկանց խումբ չէ, ինքը առավել արդյունավետորեն կարողանում է հայտնագործել ռեսուրսներ եւ արկա ռեսուրսները, ինչպես որ դու նշեցիր, առավել արդյունավետ օգտագործել։ Այս թեմայի վրա
շատ չկենտրոնանանք, բայց եթե մենք ունենք պետական միջամտության բավական բարձր տոկոսով տնտեսություն, որը որ այսօր Հայաստանը խորանում է դեպի այդ ճանապարհով, ինչպես գիտենք, դեպի Եվրամիության ուղի է բռնել Հայաստանը, իսկ Եվրամիությունը բավական բարձր պետական միջամտությամբ կառավարվող տնտեսություն ունի, եւ եթե Հայաստանի տնտեսությունը մենք ստանդարտացնում ենք Եվրամիության չափանիշներին, ապա Հայաստանը եւս տարին տարվա վրա ավելի ու ավելի է դառնալու պետական կարգավորման տնտեսություն, ինչը մեզ զրկելու է նախ մեր արկա ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու հնարավորությունից, այնպես էլ նոր ռեսուրսներ հայտնաբերելու հնարավորությունից։ Հասկանալի Աշոտ ջան, շնորհակալություն։ Մի ճշգրտում փորձեմ կորզել քեզանից, երբ որ դու այդ սպեկտրը նշեցիր, հա, կոմունիստական պլանային տնտեսությունից սովետության մոդելի եւ անարխոկապիտալիզմ, այսօրվա աշխարհում գործող տնտեսություններից կարող ես ինչ որ մոդելային տարբերակ նշել, որ առավել մոտ կլինի քո պատկերացրած տնտեսությանը, քո պատկերացրած տնտեսական կարգավորման չափին, մակարդակին, պետական միջամտության այդ նվազագույն մոդելի, որովհետև պետք է ընդունենք, որ բացարձակ կարգավորում բացառելը նույնպես անհնար է, կարող ես օրինակ բերել, հա։ Այո, կարող եմ։ Ես չեմ պնդում, որ անպայման պետք է օրինակ լինի ինչ-որ մենք ինչ-որ ճանապարհ բռնենք, բայց օրինակ բերենք, որպեսզի ավելի առարկայական լինի, մարդկանց ավելի հետաքրքիր լինի, օրինակներով զրույցը մարդկանց մտապատկերում ավելի կոնկրետացնում են։ Իհարկե չկա այնպեսի sense օրինակ, որ մենք համարենք հենց իդեալական Հայաստանը 1-ին 1 պետք է համապատասխանի այդ տնտեսությանը, բայց առավել մոտ տարբերակ այսպես կարող ենք ասել, օրինակ Շվեյցարիայի տնտեսությունը։ Քչերը գիտեն, որ Շվեյցարիան չնայած Եվրոպայում է, բայց Եվրամիության անդամ չէ, այսինքն եվրոպական այդ բյուրոկրատական կարգավորման բուրգից ինքը դուրս է։ Շվեյցարիան բավական ազատ տնտեսություն ունի, տնտեսության ազատ կարգավորմանը թողնված, օրինակ Շվեյցարիայում գրեթե մաքսատուրք չկա։ Դու կարող ես ապրանք ներմուծել Շվեյցարիա առանց մաքսատուրք վճարելու։ Հիմա եթե առաջարկեն, որ Հայաստանը մաքսատուրքերը վերացնեն, կասեն, ինչ է, դու ուզում ես, որ Հայաստանի տնտեսությունը բացվի, ասենց ապրանքները գան, լցվեն Հայաստանի արտադրությունը վերանա եւ մեր ազնիվ ցեղը կորչի գնա, բայց ինչպես տեսնում եք, Շվեյցարիան ազատ առանց տարիֆների, առանց մաքսատուրքի տնտեսություն ունի, բայց Շվեյցարիայի տնտեսությունը ոչ թե վերանում է, այլ Եվրոպայում ամենաարագ աճող տնտեսություններից է, առավել բազմազան տնտեսություն է, ունի ծանր արդյունաբերություն, ասենք երկաթուղային լուրջ արդյունաբերություն ունի, վագոններ է արտադրում, ռազմական մեքենաներ է արտադրում, ռազմական զինվորական փոխադրիչներ, դեղագործական հսկա ընկերություններ ունի, Շվեյցարիան չլինելով ծով ունեցող երկիր աշխարհի մեծագույն ծովային փոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկը իր գլխամասը Ժնևում է, չլինելով այնպիսի կլիմայական գոտում, որտեղ սուրճ է աճում, բայց սուրճի խոշորագույն արտադրող Nescafé ընկերությունը Շվեյցարիայում է, չլինելով շոկոլադ արտադրող ընկերություն, կակաո Nestlé ընկերությունը շվեյցարական է, մի խոսքով։ Այսինքն Շվեյցարիան բացի սա ունի նաև բավական ազատ տնտեսություն, այսինքն կարգավորումներից զերծ տնտեսություն։ Այնտեղ լիցենզիաները հնարավորինս քիչ են, շինթույլտվությունները հեշտ են ստացվում, աշխատանքային հարաբերությունները հեշտ են կարգավորվում, այսինքն այնտեղ աշխատանքի ընդունել ազատելը ավելի օրենսդրական կարգավորումներից զերծ է։ Մի խոսքով Շվեյցարիան այդ ազատական եւ պետական կարգավորումներից զերծ տնտեսության բավական հաջող մոդել է, որտեղ ինչպես տեսնում ենք չկա մարդկանց շահագործում, չկա ինչ-որ մոնոպոլիաներ, որոնք ոչնչացնում են փոքր բիզնեսին, աղքատացնում են մարդկանց, այնտեղ տնտեսությունը ազատ է թողնված, շուկայի կարգավորմանն է թողնված եւ այդ մեր իմացած ենթադրած բացասական երևույթները չկան։ Ես ուզում եմ, որ Հայաստանում եւս նմանատիպ ոչ հենց այդպեսին, բայց նմանատիպ մոդել լինի, որպեսզի Հայաստանում եւս բիզնեսը հնարավորություն ունենա հնարավորինս քիչ բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնելով վարի բիզնես, հնարավորինս քիչ օրենսդրական կարգավորումներով վարի բիզնես։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ լիցենզիաներ կան, որոնք ըստ էության անիմաստ են եւ խոչընդոտ են հանդիսանում ձեռնարկատիրությանը։
Հասարակ օրինակներ կարող են վերել, օրինակ Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներ անելիս 7 տեղանոց մեքենայից յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար պետք է 15000 դրամ վճարել լիցենզիայի վճար։ Անիմաստ է ինչի համար։ Ես իհարկե գիտեմ ինչի համար, որովհետև լիցենզիաները ըստ էության շուկան կարգավորող մեխանիզմներ են, օրինակ մեծ տրանսպորտային ընկերությունները կարող են իրենց կապիտալ օգտագործելով, ծանոթություն օգտագործելով դիմել որոշակի падգամավորների եւ անցկացնել այս լիցենզիայի նախագիծը, որովհետեւ իրենց մրցակիցներին չեզոքացնեն, որովհետեւ փոքրի համար ամեն անգամ 15000 դրամ վճարելը ավելի բարդ է, քան մեծի համար։ Կամ մեկ այլ լիցենզիա, օրինակ օղու ներկրումը։ Օղու ներկրման համար տարեկան, եթե չեմ սխալվում, 50 միլիոն դրամ լիցենզիա է պետք վճարել։ Իհարկե սա եւս միտված է շուկան փակելու համար հոգուտ խոշորների, որովհետեւ ցանկացած փոքր ընկերություն կարող օրինակ մեկ մեքենա օղի գնել ինչ որ երկրից ու ներկրել Հայաստան, բայց քանի որ 50 միլիոն դրամ լիցենզիա պիտի վճարի, նա չի կարող անել ու կմնա միայն մեծ խոշոր ընկերություններ, որոնք արդյունքում պետական կարգավորումը պետքա ազատ մրցակցությունը խրախուսելուն ուղղված լինի, ինքը հակառակ էֆեկտն է ունենում մրցակցությունը սահմանափակող։ Միշտ է այդպես, որովհետև պետական կարգավորումը ինքը ի սկզբանն է մտածվում է հոգուտ տնտեսության, բայց չի կարող հոգուտ լինել, որովհետև նախ փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ պետական կարգավորումները մցվում են ինչ որ խոշոր տնտեսավարողների շահագրգռությամբ ելնելով իրենց դրդմամբ, եւ երկրորդ պետական կարգավորումը իրականացում են մարդիկ, որոշ հաշվարկների հիման վրա, նախարարության աշխատողները, որոշ հաշվարկների հիման վրա, իսկ մարդու հաշվարկները միշտ ռիսկ կա, որ սխալներ եւ անկախատեսելի բացասական հետևանքներ կարող են բերել, որովհետեւ տնտեսությունը միլիարդավոր գործոնների ազդեցության տակ է ձևավորվում եւ ամեն վայրկյան փոփոխվող գործոնների ազդեցության տակ։ Նույնիսկ ամենալավագույն համակարգիչները չեն կարող այդ ամբողջ ինֆորմացիան մեկտեղել, վերլուծել եւ ճիշտ թիրախային միջամտություն կատարել տնտեսության մեջ։ Դրա համար միշտ այդ միջամտությունը, այսինքն պետության կարգավորումը հղի է բացասական հետևանքներով։ Իսկ ազատ տնտեսությունը ինքը մարդ չէ, ինքը տիրապետում է յուրաքանչյուր մարդու մոտ եղած գիտելիքը եւ այդ յուրաքանչյուր մարդու մոտ եղած գիտելիքի համադրությամբ առավել արդյունավետ որոշումներ է կայացնում տնտեսության համար։ Դրա համար ենք ասում, որ ավելի լավ է հնարավորինս, ոչ ամբողջությամբ իհարկե, բայց հնարավորինս տնտեսությունը թողնվի ազատ կարգավորմանը եւ ոչ պետական կարգավորմանը։ Շնորհակալություն Աշոտ ջան, հիմա այդ թեմայով իմ նաև մի քանի միտք արտահայտեմ, նաև ելնելով քո ասածից։ Դու ասացիր, որ չինովնիկներ, պետական պաշտոնյաներ ինչ որ հաշվարկներ են անում եւ ըստ այդմ որոշում կարգավորիչ քաղաքականությունը։ Ցավոք սրտի ես Հայաստանում տեսնում եմ մի իրավիճակ, երբ որ նույնիսկ դա չկա կամ շատ սահմանափակ բնույթ է կրում, այսինքն նենց չի, որ մշակվում է ինչ-որ պետական քաղաքականություն եւ պարզվում է, որ այդ քաղաքականությունը սխալ էր կամ ճիշտ իր թիրախներին չի հասնում եւ այլն եւ այլն։ Ես մեր մոտ առավելապես տեսնում եմ ընդօրինակման քաղաքականություն, այսինքն Հայաստանում իշխանությունները, ընդ որում անխտիր վերջի տարիների 20 առնվազն, եթե ոչ 30 բոլոր իշխանությունները չեն ուզում պետական քաղաքականության պատասխանատվություն ստանձնել, հետեւաբար ինչ որ քաղաքականություն իրականացնել, որի համար սխալվել եւ հետեւաբար պատասխանատվություն կրել, այլ հղում են անում ինչ որ միջազգային փորձերի, շատ են սիրում իհարկե հիմա Եվրոմիությունը, նախկինում նաեւ Ռուսաստանից են ընդօրինակվել օրենքներ, Միացյալ Նահանգներից են ընդօրինակվել օրենքներ կուրորեն առանց հասկանալու Հայաստանի առանձնահատկությունները, շուկայի զարգացած չլինելը եւ այլն եւ այլն։ Արդյունքում ինչ ենք ունենում իմ կարծիքով այդ առումով, բացի նրանից, որ քաղաքականությունը իրականում կարա սխալ լինի, քո ասածը, նաեւ տեսնում ենք, որ քաղաքականությունը ընդօրինակվում, որը ճիշտ հակառակ էֆեկտն է ունենում Հայաստանի Հանրապետության վրա, որովհետեւ եթե ինչ-որ երկրում, ինչ-որ կարգավորում մտածվել է ելնելով այդ երկրի, այդ միջավայրի, այդ տնտեսության ռիսկերից, արկա գոյություն ունեցող ռիսկերից, այսինքն իրանք թողել են տնտեսությունը այդ ոլորտը աճելա եւ այլն, այդտեղ ռիսկեր են առաջացել եւ սկսել են կարգավորել։ Մեր մոտ տեսնում ենք, որ այդ ռիսկը գոյություն չունի, որովհետև այդ շուկան չկա ընդհանրապես կամ սաղմնային վիճակում է կամ շատ թույլ վիճակում է եւ մենք ընդօրինակում ենք զարգացած ռիսկերով հագեցած
երկրների կարգավորումները, հատկապես Եվրոմիության, որը ընդհանրապես ճնշում է ոլորտը, կամ եթե չճնշի էլ պետք է այդ օրենքը չգործադրվի։ Հիմա բացատրեմ ինչ եմ ուզում ասեմ ու քո կարծիքն էլ նաև կուզեմ լսեմ այդ հարցում։ Երկու օրինակ բերեմ, հա, ինձ հայտնի իմ աշխատանքային ոլորտից հատկապես 2-3 օրինակ բերեմ։ Մեկը արժեթղթերի շուկայի կարգավորումն է, ուրեմն 2001 թվականին ընդունվում է արժեթղթերի շուկայի մասին օրենք ամերիկյան օրենսդրության խիստ կարգավորումների, սենց չափից ավել խիստ, հա, կարգավորումների տրամաբանությամբ, որը 2008 թվականին փոխարինվում է Եվրոմիության մոդելով, որը պակաս խիստ է իհարկե, քան ամերիկանը, բայց նույնպես բավականին խիստ է։ Այստեղ մի հատ աբսուրդ իրավիճակ ենք տեսնում, որ գոյություն չունեցող ոլորտ, այսինքն ֆոնդային շուկա գոյություն չունեցող Հայաստանում, օրինակ բաժնետոմսերի շուկա գոյություն չունի։ Ու իր վրա միանգամից դրվում են խիստ կարգավորումներ, այսինքն ինքը այդ կարգավորումների ներքո ընդհանրապես շանս չունի որևէ զարգացում ապրելու, վերջերս մի քիչ ավելի բարենպաստ պետական սուբսիդիաների եւ հարկատուների հաշվին փորձում են աշխուժացնել, բայց այդ սուբսիդիաները եթե չլինեն, պարզ չի, հա, կամ բանկային համակարգի հագեցվածության հաշվին է նաեւ որոշ չափով հիմա զարգանում, բայց մեկը ես ոլորտում լինելով տեսնում եմ, որ կաշկանդող գործոնները կարգավորիչ շատ են, այսինքն կարգավորող դաշտը չի թողում, որ զարգանա այդ բանը ֆոնդային շուկան ու նայում եմ ոնց են ամերիկացիները որոշել, որ պետքա կարգավորեն, իրանք տեսել են, որ ունեն հսկայական ֆոնդային շուկա 2029 թվականին, որը կոլապսի է ենթարկվում որոշակի ճշգրտումների բացակայության պայմաններով եւ թիրախ են սարքում այդ կոլապսի պատճառները եւ այդ կարգավորումը մտցնում են, այսինքն դու պետքա ունենաս ինչ-որ բան, որը ստեղծում է ռիսկեր եւ այդ ռիսկերը թիրախային կարգավորես, ոչ թե ընդօրինակես զարգացած արդեն շուկա ունեցող երկրների տրամաբանությունը։ Մի քիչ ավելի ոչ բարդ ոլորտ ժամանակակից բերեմ տուրիզմը, հա, Եվրոմիությունում տուրիզմի խիստ կարգավորում գոյություն ունի, բայց Եվրոմիությունում տուրիզմի սարսափելի մեծ շուկա գոյություն ունի նաեւ։ Այսինքն այդ սարսափելի մեծ շուկայում, այսինքն հսկայական քանակով ներգնա եւ արտագնա տուրիզմ, հա, միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս, միլիոնավոր մարդիկ մտնում են, 100 միլիոնավոր մարդիկ կներես։ Այդ պայմաններում բնական է առաջանում է որոշակի ռիսկեր եւ այդ տեսանկյունից կարգավորիչ անհրաժեշտությունն է, թե որքանով այդ կարգավորիչ անհրաժեշտությունը խիստ կամ կարող է նվաստ խիստ լինել, այլ հարց է, բայց Եվրոմիությունը նաեւ գոյություն ունի միասնական շուկայի խնդիր, այսինքն իրանք նաեւ կարգավորում են, որովհետեւ կարգավորումը պետքա բոլոր երկրների վրա հավասար տարածվի, եթե իրանք չեն կարգավորում, իրանց մոտ շուկայական դիսբալանս է ստեղծում, մի երկիրը սենց է կարգավորում։ Հիմա մենք այդ տրամաբանությունը բերել ենք Հայաստան եւ ընդունել ինչ-որ տուրիզմի մասին օրենք, որի պահանջները, երբ որ նայում ես ու հասկանում ես, որ երկու տարբերակ կա, կամ իրանք պետք է չկատարվեն, այսինքն գործադրում պետք է չլինի այդ օրենքի, կամ եթե գործադրում լինի, Հայաստանում տուրիզմի ոլորտը մահանալու է ուղղակի։ Օրինակ, լիցենզավորված վարորդով ավտոբուսներ, լիցենզավորված գիդեր եւ այլն։ Ֆանտասմագորիկ մի հատ իրականություն, որը եթե Հայաստանում դա սկսեն գործադրել, կամ պետքա չգործադրեն, ոնց որ աղամանային օրենքները կամ ծխելու օրենքները, կամ պետքա այդ ոլորտը ուղղակի ոչնչանա։ Մի օրինակ էլ բերեմ ու սահմանափակվեմ։ Սպառողների պաշտպանություն, նույն պատմությունն է, հա, այսինքն Եվրոմիությունում գոյություն ունի հսկայական շուկա սպառողների համար ինչ-որ ռիսկեր, այլ հարցելի ինչ-որ ոլորտներ պետքա կարգավորել, պետք չի եւ այլն, բայց այդ ամեն ինչը բերվում է այստեղ ու այդ չեղած փոքր նոր ոտքի կանգնող փոքր ու միջին բիզնեսներին սկսում են խոշոր տուգանքների ենթարկել, ինչա թե ինչ-որ մի հատ գնորդ, ինչ-որ մի բան դուրը չի եկել եւ զանգ է բողոքա ներկայացրել, այսինքն ընդ որում մեծ տուգանքներ են Եվրոմիության մինչև 5% շրջանառության եւ այլն, պատկերացրու 20 միլիոն շրջանառություն ունեցող ընկերության համար 5%-ը լուրջ թիվ է եւ նաեւ կա ուրիշ խնդիր, որ այնտեղ մտածված քաղաքականությունն է, իր գործադրումն էլ է մտածված, նաեւ տարբերակում կա, այնտեղ օրինակ շեմեր են դնում,
Էշրեմից բարձր կարգավորում չկա, էշրեմից բարձր կարգավորումը թույլ է, իսկ մեր մոտ ինչպես միշտ միևնույն կարգավորումը բերում եմ բոլորին վզին փաթաթում եմ, այդ քո ասած տրամաբանությունն է ստացվում, որ խոշորը, որը ունի ռեսուրսներ կարողանում է այդ կարգավորման ներքո գոյատևել, իսկ փոքրը եւ սկսվող բիզնեսը, հիմա մոդայի կանոն կա, ստարտափ, սկսնակ բիզնեսը ուղղակի շանս չունի այդ կարգավորումների ներքո սկսի մրցակցել։ Հիմա այս տեսանկյունից մի հատ քո կարծիքը կուզենամ լսեմ, այսինքն հարցը ոչ միայն այնա, որ տնտեսությունը ավելի լավ է աշխատում հնարավորինս ազատ պայմաններում, այլ նաև կարգավորումը պետք է լինի ելնելով այդ երկրի միջավայրի ռիսկերից ու պետք է լինի պայմանավորված այդ երկրի քաղաքականության, դու չես կարող ասես, մենք Եվրոմիություն ենք մտնում, դրա համար պետք է համապատասխանենք մանավանդ, որ մենք Եվրոմիություն բնականաբար լավագույն դեպքում 50 տարի ենք հեռու, հա, այսինքն իսկ կարգավորիչ բեռը կներեք, բայց բերում է նաև պետության համար վնասները, որտեղ եթե բիզնեսը չի աշխատում, ինքը հարկ չի կարող վճարի, պետությունն էլ է դրանից սկսում տուժել, այսինքն պետության մտահոգության առարկա պետք է լինի տնտեսության թուլությունն ու վատ աշխատելը, իր մտահոգության առարկան դառնում է Եվրոմիության ստանդարտներին համապատասխանելը կամ չգիտեմ Լեսոտոյի ստանդարտներին համապատասխան։ Հասկացա, Կարեն, պես մա խնդիրը ինչու՞մն է, խնդիրը փիլիսոփայությունն է, այսինքն եթե մարդիկ մեծացել են այն փիլիսոփայության մեջ, որ պետք է ինչ-որ մի բան կարգավորես, որպեսզի հասնես դրական արդյունքի, այդ մարդիկ սկսել են արդեն փնտրել կարգավորումներ, փնտրել օրինակներ կարգավորման, այսպես ասած, հաջող օրինակ դեպքերի եւ փորձել փոխառել։ Հիմա իրենք նայում են որ Եվրամիությունը հարուստ է եւ միևնույն ժամանակ մեծ ստանդարտներ կան, կարգավորումներ կան, հետեւաբար պետք է փոխարարել, հետեւաբար պատճառը Եվրամիության հարստության կարգավորումներն են, եկեք մեր մոտ էլ կարգավորենք, այօրինակ այստեղ խնդիր կա, այստեղ կարգավորենք, որպեսզի այդ ոլորտը սկսի զարգանալ, հարստանալ, մենք էլ դառնանք հարուստ։ Բայց հակառակ փիլիսոփայությունը, որը ըստիս ավելի ճիշտ է, որ ոչ միայն պետությունն է կարողանում կարգավորել եւ ինչ-որ հաջողության հասնել։ Իմ կարծիքով ավելի քիչ է պետության կարգավորած հաջող օրինակները։ Այլև ազատ շուկան ինչ է, ազատ շուկան չի նշանակում չկարգավորվածություն։ Ազատ շուկան նշանակում է պետության կողմից չկարգավորվածություն, որովհետեւ ազատ շուկան ունի իր ներքին օրենքները, որոնք բերում են կարգավորման, այդ ինքնաբերական սպոնտան կարգի սկզբունքն։ Այո, ինքնաբերական կարգի են նրանք բերում։ Երբ որ ասում ես պետությունը չպիտի կարգավոր, ասում են ինչ անարխիա ես ուզում։ Այդ մարդիկ նախ չեն հասկանում անարխիան ինչ է եւ երկրորդ չեն հասկանում, որ պետության չկարգավորելուց հետո գալիս է շուկայի կարգավորումը։ Կարգ կա, կարգավորում կա, բայց չկա պետության կարգավորում։ Նույն Եվրամիության հետ կապված։ Մեզ պետք չի համապատասխանել Եվրամիության ստանդարտներին։ Եվրամիությունը ինքը Եվրոպան ավելի ճիշտ, երկար դարերի զարգացում ապրած համակարգ է, որը հասել է մի ինչ-որ կարգավիճակի։ Հիմա արդեն իր զարգացումը, կոնկրետ տնտեսական զարգացման մասին ենք խոսում, կանգնել է ըստ էության, կանգնել է նաև այն պատճառով, որ այնտեղ խիստ կարգավորումներ են մցվել, բայց ամեն դեպքում, քանի որ ինքը դարերի զարգացումը արդեն ուներ, այդ կարգավորումները այդպիսի մեծ վնաս չեն տալիս, ինչ որ Հայաստանը։ Նույն բանն ենք ասում։ Հայաստանը նոր զարգանալու կարիք ունի, ինքը կարիք ունի ավելի արագ զարգանալու, իսկ կարգավորումները ավելի արագ զարգացում զսպում են։ Ես կարող եմ բերել Խորվաթիայի օրինակը։ 2013 թե 14 թվականի Խորվաթիան դարել է Եվրամիության անդամ, նրա զարգացման տեմպերի արագացում տեղի չի ունեցել, եթե ոչ դանդաղացում։ Այսինքն ինչ տարբերություն միջև անդամագրվել եւ անդամագրվելուց հետո նույնը Եվրամիության անդամ չհանդիսացող Սերբիան, որը անդամ չի, բայց զգալի չափով համապատասխանում է Եվրամիության չափանիշներին։ Տարեկան աճը տնտեսության մոտ 3% է։ Հայաստանն հուշեմ, որ 5.6% է վերջին տարիներին։ Այսինքն դա էլ այլ հարց է, այսինքն նույնիսկ եթե ռեալ համարենք Եվրոմիությանը ինտեգրվելու հեռանկարը, որը իմ անձնական կարծիքով ամենևին ռեալ չի, այս պահի դերությամբ, թեկուզ հենց աշխարհագրական դիրքի շնորհիվ, հա, այսինքն ես մեծ ֆիքսիա եմ համարում
հայտարարությունը, որ մենք ինտեգրվում ենք Եվրոմիության անդամակցում ենք, ինտեգրվել է մի քիչ այլ հարց է, կարաս այլ մակարդակում էլ ինտեգրվես, Եվրոմիության անդամակցելը առնվազն առաջիկա 30 տարիների ընթացքում, ու եթե Եվրոմիության կոնցեպտը ընդհանրապես չի փոխվում գործող, ես ռեալ չեմ համարում, բայց նույնիսկ եթե ռեալ ենք համարում, ստացվում է, որ պետությունը նույնպես պետք է հաշվար կանի, ինչա տալիս այդ անդամակցությունը, այսինքն անդամակցությունը զուտ տնտեսական օգուտի համար մի բան է, նաև քաղաքական անվտանգության տեսանկյունից ինտեգրվելը մեկ այլ բան է, եւ ես կարծում եմ, որ որոշ երկրներ Արևելյան Եվրոպայի իրանք ինտեգրվել են Եվրոմիությանը հիմնականում ելնելով անվտանգային տրամաբանությունից, որը մեր դեպքում ամեն դեպքում չի գործելու, շատ կարևոր է, հա, ես վերջերս էքսպերիմենտ արեցի, ինտերնետը բավականին մանրամասն ուսումնասիրեցի եւ շատ հստակ պատասխան ստացա, որ այդ մի քանի աղբյուրներ ուսումնասիրելով, որ այո, կան երկրներ, Հայաստանը միակը չի, որ զուտ այդ պատրանքի համար, որ ինչ որ ինտեգրումը կամ ինչ որ կարգավորումը իրանց պետքա օգուտ բերի, սկսում են վերցնել այդ կարգավորիչ բեռը տնտեսության վրա եւ սկսում են կորուստներ կրել, որովհետեւ դա պետության համար ծախսա, որովհետեւ ինքը պետք է վերահսկի այդ կարգավորումները եւ գործադրի, իսկ բիզնեսի համար ծախսա, որտեղ պետքա համապատասխանի դրանց։ Այդ առումով շատ լավ նկատառում էր, որ ինքնին ինչ որ մեծ կառույցի ինտեգրվել է եւ այլն պետքա հաշվարկված մոտեցում լինի, ոչ թե այդպես հռչակագրային։ Ես այդտեղ շատ կներես Աշոտ ջան, պոպուլիզմի տարեր եմ շատ ուժեղ տեսնում, այսինքն մարդկանց երբ որ ասում ես, որ տեսեք մենք գնում ենք Եվրոմիություն, դրա համար ենք այս կարգավորումները մտնում, մարդիկ է տեսնում են, որ Եվրոմիությունում լավ են ապրում, Արևմտյան Եվրոպայում ամենայն դեպս, ասում են դեսի ուրեմն ճիշտ է, չգիտակցելով, որ այդ կարգավորիչ բեռը չի թողելու երբեք, որ տնտեսությունը զարգանա գոնե մոտ այն մակարդակին, որ ռեալ խոսանք Հայաստանի տեխնոլոգիական մասին, որովհետև Եվրոմիությունը շատ կներեք անտուն պետությունների, ասենց ասեմ, չի պատրաստ իր շարքերը ընդունել, այն իմաստով, որ եթե դու թույլ ես զարգացած չի տնտեսությունը եւ այլն, դու իրենց չես հետաքրքրում, որովհետեւ դու իրենց համար բեռ ես։ Այսինքն դու պետք է ինչ-որ բան քեզանից արդեն ներկայացնես, որ ինքը մտածի լավ, ուրեմն դու իմ կարգավորումներին համապատասխանի արդեն ինչ-որ բան քեզանից ներկայացնես, որ ես քեզ ընդունեմ։ Շատ լավ, այստեղ խոսակցությունը մի քիչ գնաց Եվրամիության անդամակցության հետ կապված։ Դե ենթադրենք, չգիտեմ, Եվրամիությունն է մեզ մոտ, դրա համար ենք խոսում դրա մասին։ Քանի որ ավելի շատ պետական կարգավորումների մասին ենք խոսում եւ պետական կարգավորումների շրջանակներում Եվրամիության այդ բռնած դեպի Եվրամիություն բռնած ուղին շատ կարևոր է, որովհետև դրա շրջանակներում Հայաստանում մեծ օրենսդրական փոփոխություններ են արվում տնտեսության մեջ ավելի մեծ ու կարգավորումները շատացնելու համար, դրա համար ավելի շատ գնաց, այստեղ հակակշռելու համար ասեմ, որ նույն պատկերը ԵԱՏՄ-ում է, կապ չունի, ԵԱՏՄ-ն էլ ունի կարգավորիչ բան, որ այնտեղ էլ Հայաստանը անդամակցելով ստիպված պիտի համապատասխանի ԵԱՏՄ կարգավորումներին։ Ես քեզ հասկացա, մենք ընկանք բանի տրենդի հետևից, բայց իրականությունը բաց թողեցինք, այսինքն հիմա ասածից վրա ասեմ նաև, որ մենք ԵԱՏՄ-ի կարգավորիչ բեռի տակ ենք նաև, մասնավորապես այդ QR կոդերի սկան եւ այլն, տենց որքան ԵԱՏՄ-ի կարգավորիչ բեռից մի օրինակ բերեմ, ավտոմեքենաների վրա դրված մաքսատուրքերը, որոնք շատ բարձր են, եւ դա դրվում է ԵԱՏՄ շրջանակներում, ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարությունն է դնում։ Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը թողնենք, այսպես ասած, իսկ կողմնակից են, որ մաքսատուրքերը ընդհանուր առմամբ իջեցվեն, որովհետեւ Հայաստանը ինքը չլինելով խոշոր ներքին ռեսուրսներ արտադրող ներքին ռեսուրսներ ունեցող պետություն, ինքը կարիք ունի դրսից այդ ռեսուրսները ցածր մաքսատուրքերով բերելու, այստեղ վերամշակելու եւ արտահանելու, այստեղ իր սեփական ծառայությունների եւ արտադրությունների մեջ օգտագործելու։ Այստեղ խոսք գնաց նաեւ գիդերի մասին։ Գիդերի համար իհարկե կա լիցենզիա։ Ինչ է նշանակում գիդի լիցենզիա։ Ես ինչ եմ ուզում հատկապես այս օրինակի վրա անդրադառնալ, նշանակում է, որ գիդը որոշակի չափանիշների պիտի համապատասխանի։ Օրինակ լեզու իմանա, չէ՞։ Օրինակ, չգիտեմ, ինչ որ туриզմից գիտելիքներ ունենա, վարվեցողության կամ պատմությունից ինչ որ գիտելիքներ ունենա, դե չեն կարող օթի մոտ ոլորտ էս մտնում։ Դե ամեն դեպքում չեն կարող օթի մեջ լիցենզիան տալ։ Ասածս ինչ է, եթե տեսեք, նախ ես կարծում եմ, որ այդ լիցենզիաները մցվել են լրիվ օթից
ենթադրելով որ պետք է այդտեղ լիցենզիա մտցնել ու ենթադրելով որ այդտեղ խնդիր կա։ Չէ, Աշոտ ջան, ես քո հետ համաձայն չեմ, ես այն դասական ընդօրինակումն է այս դեպքում։ Դե ընդօրինակում էլ կա իհարկե, որովհետև այդտեղ գնում են այս դեպքում մաքուր ընդօրինակում է։ Չէ, կա իհարկե, բայց գործիեությունը չի փոխում դա ասենց։ Միտքս ավարտեմ, որովհետև եթե չկա լիցենզավորում, դու կարող ես ինչ որ շփման հմտություններ ունենալ, բլատուր քո գյուղի տարածքում գտնվող եկեղեցին, բերդը, բնական միջավայրը կան, կազմակերպել տուրիստների հոսք այնտեղ, դու ինքդ քեզանով գիդ որպես աշխատող։ Այսինքն աշխատատեղ ինքդ քո համար ստեղծես, չիմանալով լեզու կամ շատ վատ իմանալով լեզու, որովհետև ոչ մեկ չի կարող հաստատել, ապացուցել, որ զբոսաշրջիկը չի նախընտրելու լեզու չիմացող, բայց ինչ բնատուր տաղանդ ունեցող մարդուն, որը կտանի եկեղեցին կներկայացնի, թեկուզ մի քիչ կոտրատված լեզվով խոսալով, չի նախընտրի իրեն, բայց կնախընտրի ավելի թանկարժեք մեկ այլ գիտի, որը ավելի լավ է խոսում եւ այլն։ Կամ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ լեզու չիմացող կամ վատ իմացող անձը, որը սկսել է գիդ աշխատել, 1 տարի հետո չի գերազանցելու այդ լիցենզավորված գիդ աշխատողին։ Այսինքն այստեղ պետությունը սահմանափակում է մարդկանց աշխատատեղը ուղղակի։ Մարդը ինքը իր տնից կարող է իր աշխատանքը, իր ինքնած զբաղվածությունը եւ իր հացը վաստակել, բայց այս դեպքում նա չի աշխատում եւ գումարած դրան պետությունը տուրիստական ընկերություններին, որոնք ունեն իրենց գիդերը, զբոսավարները, օգնում է ազատվել, ձերբազատվել մրցակիցներից։ Եվ ես ճիշտ կասկածներ ունեմ, որ խոշոր տուրիստական ընկերություններն են այդ լիցենզիան դրթել պետությանը, որ լիցենզիաներ մտցնի, որովհետեւ ազատեն պետության ձեռքով իրենց մրցակիցներին ազատեն։ Սա օրինակ է ընդհանրապես ցանկացած տեղ, որտեղ դուք տեսնում եք լիցենզիա, իմացեք, որ այդտեղ պետությունը օգնում է արկա խոշոր խաղացողներին ձերբազատվելու մրցակիցներ։ Շնորհակալություն Աշոտ ջան, եւ մեկ էլ սպეციფიկ, քանի որ իրավաբան ենք երկուսս, մի փոքր ավելի իրավական թեմայի անդրադառնամ, բայց նույնպես այս կոնտեքստում իմ համոզմամբ պետությունը որպեսզի կարողանա մեր տրամաբանությամբ, մեր քարոզատ տրամաբանությամբ նվազագույն կարգավորիչ բեռ տնտեսության վրա դնի, ինքը պետք է ուժեղացնի մասնավոր իրավական պաշտպանության մեխանիզմները, դատարանների անկախությունը եւ վեճերի արագ ու արդյունավետ հանգուցալուծումը, որովհետեւ ստեղա ճանապարհ, այսինքն մարդիկ հասկանում են, որ կարող են, եթե կարգավորված չի ինչ-որ բան, իրեն կարող են վեճ ունենալ, բայց եթե վեճը հանգուցալուծվում է արագ եւ արդյունավետ արդարադատության սկզբունքների հիման վրա, մարդիկ ուղղակի երջանիկ կլինեն ապրել ազատ միջավայրում, իմանալով, որ եթե նույնիսկ վեճը առաջանում է, արդարադատությունը գործում է, խոշորը չի կարողանում փոքրին ճնշի եւ այլն եւ այլն։ Ու նաեւ քրեայիրավական մակարդակում արդեն հանցավոր մակարդակի ուրեմն դրսևորումներն ազսպում։ Այսինքն իմ կարծիքով զուտ իրավակարգի քաղաքականության տեսանկյունից ստեղ ճանապարհը դա է, այսինքն մենք իրավակարգի հիմքում ընկած քրեաիրավական համակարգը ուժեղացնելով եւ մասնավոր իրավական, այսինքն պայմանագրային հարաբերությունների պաշտպանությունը ուժեղացնելով որ կարողանալու ենք նաեւ ձերբազատվել կարգավորման անհրաժեշտություններից պետական վարչական կարգավորումների նկատի ունեմ։ Ինչ կարծիք ես։ Այո, համաձայն եմ դրա հետ, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը շատ կարևոր է, բայց այստեղ էլ մասնավոր, այսինքն նախաձեռնություններին պետք է հնարավորություն տալ այդ ոլորտում զարգանալու, այլ ոչ թե հավաքելու իր ձեռքին, ինչ որ մի ում կողմից հավաքելու կներես։ Պետության կողմից։ Հա, այսինքն վեճերի լուծման այլընտրանքային։ Այո, օրինակ այստեղ կա հաշտարարության ինստիտուտն է վերջին տարիներին Հայաստանում ներդրվել, արտոնագրված հաշտարար, արտոնագիրը ով է տալիս պետությունը։ Օրինակ այն ընտանեկան գործերով հաշտարարություն են կա։ Այո։ Օրինակ դա վեճի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, օրինակ նույն Բրիտանիայում պետությունը չի տալիս այնտեղ արտոնագիր հաշտարարներին, ոչ բոլորին։ Այսինքն կա մեխանիզմ, կա ինստիտուտ Լոնդոնի, որը որ արտոնագրերը հենց տալիս է, որը որ պետական մարմին չէ։ Սա փիլիսոփայական այսինքն հարց է, եթե ընդհանուր law society նկատում ես ինքնակարգավորում արել։ Այո, եթե ընդհանուր պետության փիլիսոփայությունը հիմնված չէ ազատական կարգի հիման վրա, առանձին ոլորտ ազատականացնել նախ չի ստացվի, երկրորդն արդյունավետ չի լինի, ընդհանուր համալիր
լուծումը պետք տալ։ Տնտեսությունը ազատ զարգանա, ազատ զարգացող տնտեսություն ինքը պահանջներ տնի իր համար արբիտր սահմանելու եւ ինքը գնա արբիտր ստեղծելու մեխանիզմ ստեղծելու այդ արբիտրին արտոնագրելու, այսինքն լրիվ մասնավոր ազատ ոլորտում այդ ամենը կկարգավորվի։ Եթե ամփոփելու լինեմ, ես գտնում եմ, որ պետությունը իր գործառույթները պետք է կենտրոնացնի արտաքին պաշտպանության վրա, ներքին պաշտպանության վրա, այսինքն ոստիկանություն, արդարադատություն իրականացնելու հարցերը եւ խոշոր ռազմավարական ծրագրեր լուծելու հիման վրա։ Մնացած ոլորտը հնարավորինս պետք է թողնվի շուկայի կարգավորման։ Շնորհակալություն Աշոտ ջան, բացարձակ համակարծիք ենք այս հարցում, թեև գիտես, որ որոշ մանր դրվագներում հակադրություններ շատ ենք ունենում, ամփոփելու համար նաև որպես ուղերձ մեր հետևորդներին, մեզ լսողներին եւ մեր քաղաքական ուղին հավանողներին եւ որպես ուղերձ փոքր եւ միջին բիզնեսին, ասենք, որ մեր գաղափարները հիմնված են ազատ տնտեսության, հնարավորին ազատ տնտեսական պոտենցիալը, ազատորեն տնտեսական պոտենցիալը, ձեռնարկատիրական պոտենցիալը, նախաձեռնությունները մարդկանց, նախաձեռնության ոգին, ասենց ասեմ, ստեղծագործ ոգին տնտեսության մեջ արձակելուն, այսինքն դրսևորմանը նպաստելուն եւ սա միանշանակ ուղղություն է, որը մենք հետևողականորեն պատրաստվում ենք պաշտպանել եւ մեր ուղերձն է հատկապես փոքր եւ սկսնակ ձեռնարկատերերին, որ սա է ճանապարհը Հայաստանի գոյություն ունեցող ռեսուրսները առավել օգտագործելու եւ անհատական մակարդակով մարդկանց հաջողությանը նպաստելու համար, այսինքն ուրիշ տարբերակ չկա։ Հայ մարդը ստեղծագործ է, հայ մարդը ազատ է, ազատություն է սիրում եւ իր բնույթով եւ տնտեսության մեջ այդ նույն սկզբունքները պետք է գործեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։